Վարչապետը խոսել է մամուլում տեղ գտած կոռուպցիայի մասին հրապարակող ինֆորմացիայի մասին, Անվտանգության խորհրդի գրասենյակը հավաքագրում է այդպիսի բոլոր հրապարակումները, միասնական զեկույց է կազմում, ամբողջական զեկույց է կազմում եւ տեղեկացնում է վարչապետին։ Վարչապետը խոսել է սրա մասին եւ այս աշխատանքը մենք երկար ժամանակ կատարում ենք եւ պարբերաբար հավաքագրել կոռուպցիայի իմաստով եւ բոլորի վերաբերյալ, այսինքն կոռուպցիայի մասին մամուլում տեղ գտած հնարավոր բոլոր ինֆորմացիան, կարող է լինել ինֆորմացիաներ, չեմ ուզում պատմել, բոլորի վերաբերյալ եւ հիմնական ուշադրությունը մեր բնականաբար նաեւ կառավարության անդամների թիմ մարմիններում աշխատող քաղաքացիների, այսինքն բոլոր այն հրապարակումները ամենայն հավանականությամբ, որ դուք եք տեսնում, այդ հրապարակումների մասին, երբ որ հրապարակում է լինում, մենք հավաքագրում ենք, զեկույց ենք կազմում եւ ներկայացնում ենք վարչապետին։ Խնդրեմ, եկեք հաջորդ հարցը էլի։ Նիկոլ Փաշինյանը ինչ է, մեկ հարցի պատասխանելով ասաց, որ ինքը ոչ դատախազ է, ոչ քննիչ է, Նորքի թաղապետի հարցի վերաբերյալ երկու պատգամավոր, հետո ասում է սաղի կտանեմ լցնեմ ԱԱՑ պատվարը, սա հակասություն չի, ԱԱՑ պատվար լցնելու լիազորություն արդյոք ունի Հայաստանի վարչապետը, ի վերջո իրավապահ համակարգ գոյություն ունի, որը պետք է դե ֆակտո անկախ։ Ամենայն հավանականությամբ իրավապահ համակարգի միջոցով այն նկատի ունեցել։ Խնդրեմ, հաջորդ հարցը։ Պարոն Գրիգորյան, նախ Անվտանգության խորհրդի ինչ ամենահավաքելի է, ոչ ուժային կառույցեր, ոչ իրավապահ կառույցեր, ես մասնակցում եմ։ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները վիրավորանքներ կներեք մեջ վերեմ համբար կամ սենց վիզը կտրելու նշան ցույց տալը, դուք ինչքանով եք համարում, որպես հեղափոխության աղբյուրների կանգնած մարդիկ, ինչքանով եք սա համարում հեղափոխական պաշտոնյաներին վայել, արդյոք դուք էլ չեք գնում դեպի Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի իշխանության ճանապարհով։ Միանշանակ մենք չենք գնում այսպես կոչված նախկինների ճանապարհով, ինչն է պատճառը, որ Անվտանգության խորհրդի գրասենյակը սրանով զբաղվում է, որովհետև կոռուպցիան մենք համարում ենք մեր ազգային անվտանգությանը սպառնալիք, մեր քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի կոռուպցիայի դեմ, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության համար առաջնահերթություն է եւ Անվտանգության խորհուրդը նաեւ դրա շրջանակներում աշխատանքներ է կատարում եւ հրապարակումները, որոնք կան մամուլում, այդ հրապարակումների մասին մենք հավաքագրում ենք եւ տեղեկացնում ենք նաեւ զեկույցով վարչապետին, համարելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը առաջնահերթություն է եւ ազդում է Հայաստանի անվտանգության վրա։ Այսքանը խաղաղության պայմանագրի հետ կապված կա առաջընթացներ, որ ստորագրվում վերաբերյալ բանակցություններին որևէ նոր բան չկա, այնինչ հրապարակային եղել է, կարելի ասել այդքանն է, եթե որևէ նոր բան լինի, բնականաբար մենք կտեղեկացնենք հանրությանը։ Շնորհակալ։ Ներկայացրել եք արդյոք Մոսկվայում իր կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ ուսումնասիրություն կատարվել է, հաշվի առնելով, որ ցանկացած սպառնալիք եթե լինում է, մեր ազգային անվտանգության ծառայության եւ մնացած այլ կառույցները ցանկացած իրավիճակի հետ կապված անվտանգությունը գնահատում են, եթե սպառնալիք է լինում, բնականաբար տեղեկացնում են։ Շնորհակալություն։